Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի առաջարկներն այդպես էլ արձագանք չեն ստանում ընդդիմադիր մյուս ուժերի մոտ։ Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի երկրորդ թեկնածուն Իշխան Սաղաթելյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերին միասնական հանրահավաք անցկացնել։ Առիթն օրերս Ուժեղ Հայաստան կուսակցության երկուկին ներկայացուցչի ձերբակալությունն էր։ Մենք ունենք առաջարկություն հենց այս օրակարգով իմ հնչեցրած հարցերի շուրջ ընդդիմությունը հրավիրի միասնական հանրահավաք այս իշխանություններին պատշաճ հակազդեցություն ցույց տալու եւ համատեղ ուժերով այս ապօրինությունների դիմացը առնելու համար։ Իշխան Սաղաթելյանի առաջարկին, սակայն, ընդդիմադիր մյուս ուժերը չեն շտապում արձագանքել եւ պատիվ ունեմ խմբակցությունից ու հանրապետականներից եւ Բարգավաճ Հայաստանից եւ Ուժեղ Հայաստան կուսակցությունից մեկնաբանություններ ստանալու փորձերն անցան ապարդյուն։ Նրանք գերադասեցին չխոսել այս մասին։ Ազգային ժողովի անկախ падգամավոր Մասկ կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանն առաջարկը համարում է ոչ ամբողջական քայլ։ Կարա լինի հանրահավաքը, բայց միավորումը կլինի այդ օրվա միավորումը կլինի արհեստական, որովհետև երբեմն քաղաքական ուժեր կան ընդդիմադիր դաշտում, որ իրանց մեջ հակասությունները ավելի խորն են, քան այդ կուսակցությունների եւ ԿՊ-ի մեջ։ Միևնույն ժամանակ Աղազարյանը շեշտում է, որ նախաձեռնությունը չի լուծում հիմնական խնդիրը, ինչի մասին, որ Սաղաթելյանը խոսում է իր հրապարակային ելույթում, համախմբվելով հեռացնել այսօրվա իշխանությանը։ Մեկ այդ առաջարկություն արել եք իհարկե մի քանի անգամ խոսել եք այդ մասին։ Այն ձևով ոնց որ դաշնակցությունն առաջարկը, ոնց որ Իշխան Սաղաթելյանը մի քանի անգամ արդեն առաջարկել է ընդդիմության այսպես կոչված համախմբման անավարտ է իրենց ծրագիրը։ Չի երևում թե վերջի քայլը այսպես կոչված որն է։ Աղազարյանը կարծում է, ընդդիմադիր ուժերի մեջ հակասություններն ավելի շատ են, քան իշխանությունների հետ նրանց տարաձայնությունները։ Քաղաքագետ Էդգար Առաքելյանի գնահատմամբ ընդդիմության հնարավոր հանրահավաքը էական ազդեցություն չի ունենա։ Իրանք որքան էլ փորձեն համատեղ միավորվեն, չգիտեմ, բաժանվեն, գումարվեն, հանվեն, միևնույնն է իրանք արդյունքը նույնն է լինելու ու մեծ առումով սա մեր համար դրական երևույթ կարա լինի, որովհետեւ նաև հասարակությունը հերթական անգամ տեսնի, որ այս ուժերը միասին են։ Քաղաքագետը նաև ընդգծում է, որ նման գործընթացները վկայում են ընդդիմության ներսում միասնական քաղաքական առանցքի գոյության մասին։ Անկախ նրանից, թե ինչ կհայտարարեն ընդդիմադիր ուժերը, այդ ընդդիմադիր ուժերի հիմնական թեկնածուն դա Ռոբերտ Քոչարյանն է, ու այդ որոշումը իրանցից չի կախված, այս ընդդիմադիր ուժերից։ Այդ որոշումը իրանց ասվում է համապատասխան տեղից, ու իրանք հանգիստ այդ որոշումը իրականություն կդարձնեն, եթե իհարկե իրանք կարողանան համապատասխան ձայներ հավաքել։ Մինչ այդ դաշնակցությունից պնդում են, իրենց առաջարկն ուժի մեջ է եւ սպասում են արձագանքների։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։